Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները կրկին մեդալներ են նվաճում Եվրոպայի առաջնությունում։ Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության տղամարդկանց 110 կիլոգրամ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանն ուներ երկու մասնակից՝ Գարիկ Կարապետյանն ու Սիմոն Մարտիրոսյանը։ Գարիկ Կարապետյանը պոկոն վարժությունում առաջին մոտեցման բարձրացրեց 183, այնուհետև 189 կիլոգրամը, որը պոկոն վարժության Եվրոպայի առաջնության նոր ռեկորդ էր։ Այս վարժությունում Կարապետյանը բրոնզե մեդալակիր է։ Հրում վարժությունում Կարապետյանը բարձրացրեց 215 ու 226 կիլոգրամ կշռող ծանրաձողը։ Այս ձևում նա առաջինն էր։ Երկամարտի 415 կիլոգրամ արդյունքով Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն։ Սիմոն Մարտիրոսյանը պոկոն վարժությունում գլխավերևում պահեց միայն 183 կիլոգրամ կշռող ծանրաձողը։ Հրում վարժությունում բարձրացեց 215։ Երկամարտի 398 կիլոգրամ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի առաջնությունում 6-րդն է։ Ամեն փոքր մեդալ ինձ համար շատ մեծ կարևորություն ունի, սկսած Հայաստանի առաջնության մեդալից մինչև աշխարհի առաջնության մեդալ։ Այս մեդալները այնքան նշանակություն ունի, որ այս ծանր փուլում դրոշ բարձրացնելով ուրախություն ենք պարգևում մեր հայ ազգին, ասել է Կարապետյանը Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։